Երևանում մեկնարկել է կարգավորող մարմինների եվրոպական հարթակի 62-րդ երկօրյա համաժողովը։ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի հրավերով Երևանում անցկացվող տարեկան համաժողովին մասնակցում է 47 երկրի 56 կարգավորող մարմնի ներկայացուցիչ։ We're delighted to be here. These are really important topics. So we're grateful to our Armenian host. Ուրախ ենք, որ Հայաստանում ենք եւ շատ շնորհակալ հեռուստառադիոյի հանձնաժողովին մեզ հյուրընկալելու եւ այս կարեւոր համաժողովը կազմակերպելու համար։ Համաժողովը տարեկան 2 անգամ է անցկացվում Աշնանը եւ Գարնանը։ Շատ կարեւոր հարցեր են քննարկելու։ Մեկը մեդիա բազմակարծության, մյուսը ռազմավարությունների մշակման եւ իրագործման մեխանիզմների մասին է։ Շատ կարեւոր է, որ կարգավորող մարմիններն ունենան ռազմավարական ճիշտ մոտեցումներ։ Ես գիտեմ, որ մեդիա ոլորտը վերահսկող միջազգային շատ ինստիտուտներ կան, որոնք աշխատում են Հայաստանում գործող կազմակերպությունների հետ, ինչը ողջունելի է։ Օրակարգում մեդիա դաշտի մարտահրավերներն ու զարգացման ուղիների վերաբերյալ հարցերն են։ Կարգավորող մարմինների եվրոպական հարթակը ստեղծվել է 1965 թվականին միավորելու եվրոպական երկրների կարգավորող մարմիններին։ Հայաստանը EPRA-ի անդամ է 2010 թվականից։ Համաժողովը երկրորդ անգամ է անցկացվում Հայաստանում։ Առաջինը 2016 թվականին էր։ Շատ կարևոր աշխատանքային գործընթաց է եւ այս վերջի տարիներին, չգիտեմ դուք նկատել եք թե չէ, հանձնաժողովի շատ ժամանակ աննկատ առանց սկանդալների, առաջ հիշում եք ինչ սկանդալներ կար, հա, գործունեությունը կապված է նաեւ այն մեթոդիկայի հետ, որոնց մեզ սովորացնում են այս կառույցի մասնակիցները։ Իսկ կառույցը շատ լուրջ է։ Դա նաեւ թույլ է տալիս աշխատել այդ կարգավորող մարմինների հետ եւ եթե մենք տեսնում ենք օրինակի համար, հա, հակահայկական քարոզություն այդ երկրներում, հա, որոշ կայքերի կամ հեռուստաընկերությունների ընդհանրապես հեռարձակողների կողմից մենք կարողանում ենք ազդել եւ խնդրել հանձնաժողովին, որպեսզի իրենց լիազորությունների շրջանակներում կարողանան կասեցնել։ Ապատեղեկատվություն, ատելության խոսք, երկրի անվտանգային հարցերի ու անչափահասների վրա բացասական ազդեցություն ունեցող քարոզչություն եւ ոչ միայն մեդիադաշտի մարտահրավերները չեզոքացնելու համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ ու նոր նախաձեռնություններ։ Տիգրան Հակոբյանի գնահատմամբ պետք է այնպես բալանսավորել, որ չսահմանափակվի խոսքի ազատության իրավունքն ու հասարակությունը զերծ մնա ապատեղեկատվությունից։ Եթե ամբողջ աշխարհում արդեն TV-like հարթակները, այսինքն տեսալասողական բովանդակություն տարածող on-line հարթակները կարգավորման ներքո են, մեր մոտ գիտեք այդ բանը չկան, եւ այսօր վտանգը ապատեղեկատվության, հա, ատելության խոսքի հենց այդ հարթակներից է, եթե նկատել եք անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից, կաբելային ցանցերում կամ հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողները նրանք գործում են օրենքին համապատասխան եւ բացարձակ ազատություն ունելով քաղաքական այնուամենայնիվ կարմիր գծերը չեն խախտում եւ աշխատում են նպաստ հասարակության, նպաստ թափանցիկության, նպաստ բազմակարծության։ Ինչ կապված on-line հարթակների հետ, հա, մենք խնդիրներ ունենք։ Համաժողովի աշխատանքներին առաջին անգամ Երևանում մասնակցում է նաև Թուրքիայի կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը։ Թուրքիայում մի քանի հայերեն լեզվով եւ հայկական բովանդակությամբ մենք on-line հարթակներ ունենք եւ թուրքական կողմի հետ աշխատելով մենք փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց հեռարձակման համար։ Կարգավորող մարմինների եվրոպական հարթակը փորձում է խթանել ժողովրդավարական արժեքների ամրապնդումը, խոսքի ազատության պաշտպանությունը եւ մեդիա բազմազանության ապահովումը, հիմնվելով ապացույցների վրա։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։